2026 թվական Երևան Յանս Music Hall այստեղ րոպեներ անց կմեկնարկի հայուհի կանանց մեծարման միջոցառումը, իսկ ով կարող է լինել տարվա հայուհին։ Տարվա հայուհի կարծում եմ կարող է լինել առաջին հերթին այն անձը, որը այս պահին հայցի դաստիարակություն է սերմանում։ Հայ լինել, հայ կին լինել։ Իրականում կարծում եմ երկու բան։ Մեկը դա վստահություն, որ դա հնարավոր է, եւ երկրորդը դա ուրիշ մարդկանց վստահությունը հենց քո նկատմամբ։ Ըստ իս բոլորը տարվա հայուհի են եւ կարծում եմ, որ բոլորն էլ իրենց ոլորտներում սիրված, ճանաչված եւ ընդունված լավ աշխատողներ են։ Առաջի հերթին իսկական հայուհի եւ երկրորդ հերթին մարդ, որը սիրում է իր երկիրը եւ իր ազգը։ Ինձ համար իթիվս այլ բազմաթիվ որակական հատկանիշների կարծում եմ հայուհին Հայաստանի Հանրապետության եւ հայի կյանքում ներդրում ունեցող կինն է։ Եթե ամուսնացած է ունենա լավ ընտանիք, լավ դաստիարակի իր երեխաներին եւ աշխատանքում իհարկե ունենա արդյունքներ, դրական արդյունքներ։ Տարվա հայուհի կարող է լինել այն կինը, ով նպատակասլաց է, աշխատասեր, նվիրված իր հայրենիքին ու ընտանիքին։ Ինձ համար տգեղ եւ վատ հայուհի չկա, կարծում եմ բոլորը արժանի են։ Ինձ համար դա նույն բաներն են՝ տարվա մայր եւ տարվա հայուհի։ Տարվա լավագույն հայուհին պետք է լինի լավ մայրը, լավ կինը, գեղեցիկ կինը, խելացի կինը, որը օժտված է բոլոր հայուն վայել հատկանիշներով։ Ընդհանուր առմամբ հայուհին կարծում եմ գեղեցիկի, ներդաշնակության, համեստության, խոհեմության խորհրդանիշ է, ով ունի մեծ հզոր կամքի ուժ եւ տոկունություն։ Տարվա հայուհի կարող է լինել այն հայ կինը, ով բոլոր ոլորտերում, ընտանիքում, աշխատավայրում, հասարակության մեջ կատարել է իր առաքելությունը։ Ցանկացած մեկը, որ իրեն համարում է հայուհի, որ սիրում է իր գործը, նվիրված է իր գործին եւ հանրության կողմից է սիրված։ Քանի որ հայուհի է ծնվել, ես ուզում եմ, որ ամբողջ կյանքում պահպանի հայի ազգային նկարագիրը։ Կարծում եմ ամենաառաջինը հայ կինը պետք է հայրենասեր լինի եւ նման ձևով դաստիարակի իր երեխաներին։ Կարծում եմ տարվա հայուհին պետք է ունենա ընտանեկան արժեքների գիտակցումը, ունենա կամք, վճռականություն, ամուր լինի, ցանկացած իրավիճակում պաշտպանի իր ընտանիքը, իր զավակներին։ Մարդ, ով տարիների ընթացքում փորձել է օգտակար լինել իր հայրենիքին, ես կրթությունը որպես այդպեսին համարում եմ առաջնային եւ ինքս շատ սիրելով դասավանդել, փորձել եմ մաքսիմում իմ ուսանողներին տալ իմ գիտելիքները։ Նախ պետք է թագավորը թագուհուն այնպես վերաբերվի, որ նա թագուհի զգայր են։ Ես ուզում այսօրվա հայուհին զգայր են թագուհու նման։ Տարվա հայուհի կարող է լինել այն հայ կինը, ով հայրենասեր է առաջին հերթին, կարողանում է հայեցի դաստիարակել իր երեխաներին։ Այսօր մենք ունենք բազմաթիվ հայուհիներ, հենց այսօր այս միջոցառման շրջանակներում, ովքեր հենց դրա վառ օրինակն են եւ հայ կանանց հավաքական ամենալավ գծերից կազմված կերպարներն են։ Հայ կանայք բոլորը շատ գեղեցիկ են,
Բացի դրանից տաղանդապետ, որ իրենց գործում հաջողությունների հասնել։ Այն կինը, ով պահում է հայրենիքի թիկունքը, ով կարողանում է դաստիարակել հայրենասերներ եւ իհարկե մնում է կին, գեղեցիկ, հմայիչ, հայ մնալը, առաքինի մնալը, կին մնալը։ Ողջույն, հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, համազգային վստահություն խորհուրդը հերթական անգամ ներկայացնում է տարվա հայուհի ինքնատիպ միջոցառումը, ողջույն։ Այն նվիրվում է Հայաստան աշխարհի բոլոր հայուհիներին։ Կինը երջանկության աղբյուրն է, եղեցկություն և քնքշություն է կինը։ Նրա մասին գրվել են երգեր, բանաստեղծություններ, ստեղծվել են կտավներ ու քանդակներ։ Այսօր մենք կապրենք հրաշալի պահեր, որոնք կանանց դերի և վաստակի յուրատեսակ հանրագումարն են։ Այո, հայ կինը արժանի է մեծարանքի։ Եվ այսպես տարվա հայուհի 2026 ամենամյա մրցանակաբաշխությունը հայտարարում ենք բացված։ Ես սիրով բեմ եմ հրավիրում համազգային վստահություն խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանին։ Համեցեք։ Բարի օր ձեզ, հարգարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք։ Համազգային վստահություն խորհրդի կողմից շնորհավորում եմ բոլորին, ովքեր այսօր կստանան մրցանակներ։ Ուզում եմ լինեք առողջ, կենսախինդ, նպատակասլաց և միշտ ձգտեք բարձունքների։ Շնորհավորում եմ, շնորհակալ եմ, որ դուք կաք, ձեզանով է հայրենիքը ծաղկում, ձեզանով է հայ սերունդը շարունակվում և ուզում եմ, որ լինեք անսպար ուժի տեր կանեք։ Եվ ամենակարևորը այսօր բեմում է, ինչպես միշտ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Կոմիտաս և Նանսեն մեդալակիր, անկրկնելի ձայն մեր կողմից տիտղոսակիր Սարգիս Նաջարյանը։ Ուրախ ենք, մենք բազում տարիներ արդեն միասին ենք, նա կարողանում է ներկայացնել արժանիներին ամենայն վստահությամբ։ Շնորհակալ ենք ձեզ և շնորհակալ ենք բոլորին։ Եվ այսպես մեր առաջին անվանակարգը հայ գրականության և մանկապատանեկան ստեղծագործության ոլորտում երկարամյա գործունեության, հայրենանպաստ բարեգործական աշխատանքի և մշակութային արժեքների տարածման համար։ Ուշադրություն էկրանին։ Հեղնար Հելեն Ավագյան, բանաստեղծուհի, մանկագիր, Հայաստանի Հանրապետության Գրողների միության պատվավոր անդամ, Համահայկական Գրողների միության անդամ։ 25 տարուց ավելի ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց շատ կապված է Հայաստանի ամենանկյան, գրեթե բոլոր կրթօջախների հետ, արել է բարեգործական տարբեր գործեր։ Մեծ տպաքանակներով նրա հրատարակած մանկական գրքերը բաժանվել են մանկապարտեզներին և մեծ մանկական տոներին, զբոսայգիներում։ Գրել սկսել է 4-րդ դասարանից, դեռևս մանկությունից տպագրվել է Պիոներ կանչ և այլ տարբեր թերթերում։ Բանաստեղծուհին ունի շուրջ 14 հրատարակված գիրք, իսկ 2 նոր գիրք շուտով լույս կտեսնեն։ Նրա հայտնի ու սիրված գրքերից են Իրիկնային շշուկներ, Իմ Սահյանին, Կյանքի լույսն ու ստվերը, Ընտրանի, Արևականչ, Կանգ առ կառապան, Արևներ և այլն։ Պարգևատրվել է Համո Սահյան ոսկե մեդալով, Թումանյան, Վարդան Մամիկոնյան, Հայը և էլի թվով 7 հուշամեդալներով։ Հեղնար Ավագյանին է նվիրված եղել արվեստագետ մշակութային ամսագրի մի ողջ հրատարակություն, խմբագիր Իվան Անտոնյան։ Այսօր էլ բանաստեղծուհին բուռն գործունեություն է ծավալում, գրում է, տպագրվում, Ավետիս Արտ միջազգային միության անդամ է։ Հեղնար Հելեն Ավագյան։
Հայուհի մրցանակը ստանում է բանաստեղծուհի, մանկագիր, Հայաստանի Հանրապետության գրողների միության պատվավոր անդամ, Համահայկական գրողների միության անդամ, հասարակական մշակութային գործիչ Հեղնար Հելեն Ավագյանը։ Բարեկամներ, հանգամանքների բերումով Հեղնար Հելեն Ավագյանը ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Երջանիկ պատահականությամբ երկար տարիներ ծանոթ եմ նրա պոեզիային եւ երկու ձայներից եմ ձայնագրել նրա բանաստեղծություններից։ Ես նույնպես միանում եմ շնորհավորանքներին ձեր եւ ընդհանրապես համազգային վստահության եւ պիտի ասեմ, որ նա հոգով եւ էությամբ միշտ հայրենիքի հետ է, միշտ Հայաստանի հետ է։ Շնորհավոր։ Հրուշակագործության արվեստի ակադեմիան այսօր հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ բոլոր մրցանակակիրներին տրամադրում է զեղչի քարտեր հրուշակագործության մասնագիտական ուսուցման համար։ Իսկ այժմ մեր հաջորդ անվանակարգը ֆինանսների կառավարման ոլորտում բարեկարգ խորհրդատու եւ հմուտ փորձագետ մրցանակը հանձնում է Սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, Հայ ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, դիվանագիտական ակումբի համահիմնադիր եւ փոխնախագահ Լիլիթ Ադիվեկյան, մինչ այդ դիտենք տեսանյութը։ Ֆինանսները երբեք թվեր չեն, նրանք բիզնեսի ներքին ռիթմն են, նրա կայունության հիմքը եւ զարգացման ուղղությունը որոշող ուժը։ Այս գաղափարի շուրջ է ձևավորվել մի համակարգ, որի կենտրոնում կանգնած է հայուհի Ելենա Ղալայանը։ Նա Ֆինլիդերի հիմնադիրն է, կին, ով ֆինանսական կառավարումը վերածել է ոչ միայն հաշվարկի, այլ մտածողության եւ ռազմավարական մշակույթի։ Ելենա Ղալայանի տեսլականը հստակ է. բիզնեսը չի կարող սահմանափակվել միայն գործելու փաստով, այն պետք է աճի, զարգանա եւ կայունանա ճիշտ որոշումների, համակարգված կառավարման եւ խորքային վերլուծության միջոցով։ Ֆինլիդերի ձևավորման ճանապարհին նա ստեղծել է մի միջավայր, որտեղ ֆինանսները դուրս են գալիս թվերի սահմաններից եւ վերածվում գործիքների, հասկանալու բիզնեսի իրական պատկերը։ Ելենա Ղալայանի առաջնորդությամբ Ֆինլիդերը դարձել է այն հարթակը, որտեղ բիզնեսները սկսում են գործել ավելի վստահ, կանխատեսելի եւ արդյունավետ։ Ելենա Ղալայան, ֆինանսական մտածողության նոր մակարդակ։ Հայուհի մրցանակը ստանում է Ֆինլիդեր հաշվապահական եւ խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Ելենա Ղալայանը։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ այս գեղեցիկ հրաշալի դահլիճում։ Երկու բառ ասեմ, ինչպես են մենք բոլորս այստեղ հավաքվել եւ միավորվել այս միջոցառման շուրջ։ Որպեսզի ձեզ բոլորիդ հավաքենք, ծառայեցնենք սոցիոլոգիայի երկու ամենահզոր զենքերը՝ սոցիոլոգիական հարցումները եւ էքսպերտային հարցումները։ Բոլորը ձեր ոլորտի արժանիներն եք, ովքեր ունեն իրենց ներդրումները, իրական պատրիոտ հայուհիներ եք։ Շնորհավորում եմ բոլորիդ, ուրախ եմ բոլորիդ տեսնել։ Շնորհակալությունը ցույց բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կյանքի ամբողջ ընթացքում եղել են աջակից եւ օգնել են ինձ հասնելու այն ամենին, ինչին ես հասել եմ։ Շնորհակալ եմ։ Մեր հաջորդ անվանակարգը կրթության ոլորտում երկարամյա արդյունավետ գործունեության, կրթական ծրագրերի մշակման, ինչպես նաև մասնագիտական, փորձագիտական ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգի լեգենդ, պատվավոր քաղաքացի Երևանի Ռուբեն Մաթևոսյանը։ Թամարա Թովմասյանը հայոց լեզվի եւ գրականության ոլորտի փորձառու մասնագետ է, դասընթացավար եւ կրթական ծրագրերի մշակող։ Նրա մասնագիտական ուղին սկսվել է դպրոցում որպես ուսուցիչ, սակայն տարիների ընթացքում նա դարձել է բուհական դասախոս եւ ոլորտի առաջատար ներկայացուցիչ։ Նա դասավանդել է
հայոց լեզու, գրականություն և դասավանդման մեթոդիկա, մեծապես նպաստելով ապագա ուսուցիչների պատրաստմանը։ Թամարա Թովմասյանը նշանակալի ներդրում ունի կրթության համակարգի զարգացման գործում։ Կրթության ազգային ինստիտուտում նա ակտիվորեն մասնակցել է կրթական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի մշակմանը։ Մեծ է նաև նրա դերակատարությունը ուսուցիչների վերապատրաստման ոլորտում, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր Հայաստանում և արտերկրում, այդ թվում Եվրոպայի և Ռուսաստանի հայկական համայնքներում։ IREX միջազգային ծրագրերի շրջանակում անցկացրել է հումանիտար առարկաների վերապատրաստումներ Հայաստանի տարբեր մարզերում։ Վերջին տարիներին նա աշխատում է Edit Print հրատարակչությունում որպես հայոց լեզվի և գրականության գլխավոր մասնագետ, ինչպես նաև դասավանդում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում։ Նրա հեղինակությամբ և համահեղինակությամբ ստեղծվել են Մայրենի 5, գրականություն 9, հայ գրականություն 10 դասագրքերը։ Թամարա Թովմասյանը շուրջ 48 ուսումնական, մեթոդական ձեռնարկների և այլ ուսումնաօժանդակ նյութերի հեղինակ է։ Նրա մասնագիտական գործունեությունը բազմիցս արժանացել է բարձր գնահատականի։ 2007 թվականին ստացել է տարվա լավագույն ուսուցիչ մրցանակը, իսկ 2010 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության նախարարության ոսկե հուշամեդալը։ Բացի մասնագիտական ձեռքբերումներից, Թամարա Թովմասյանը նաև մեծ ընտանիքի մայր է, 4 երեխաներ և 8 թոռներ, որոնց միջոցով շարունակում է փոխանցել իր արժեքներն ու գիտելիքները նոր սերնդին։ Թամարա Թովմասյան։ Հայուհի մրցանակը ստանում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային ուսումնական կենտրոնի մագիստրատուրայի դասախոս, կզնակ հիմնադրամի փորձագետ, Edit Print հրատարակչության կրթական ծրագրերի գլխավոր մասնագետ Թամարա Թովմասյանը։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում այս գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար, ինչպես նաև ինձ գնահատելու որպես կարգավորություն հայտին, այսինքն այս մրցույթում կարողացել եմ ճանաչվել որպես տարվա հայուհի եւ գնահատանքը մեծ է, բայց այդ գնահատանքը ես ոչ թե անձնական գնահատանք համարում, այլ վաստակի գնահատում է դա տարիների ընթացքում 51 տարի շարունակ ես իրականացրել եմ կրթության ոլորտում։ Շնորհակալություն բոլորին այս հետաքրքիր միջոցառման մասնակցելու և կազմակերպելու։ Շնորհավորում ենք։ Մեր հաջորդ անբնակարգը նեյրոաֆազիոլոգիայի ոլորտում բուժման արդյունավետ լուծումներ առաջարկող բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերող վստահելի մասնագետ մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը։ Նեյրոաֆազիոլոգ հոկեբան Աննա Գրիգորյանը իր մասնագիտական գործունեությունն իրականացնում է Արամյանց բժշկական կենտրոնում, տարիների ընթացքում ձևավորելով վստահության ամուր հիմք իր բուժառուների շրջանում։ Աննա Գրիգորյանը մշտապես կատարելագործում է իր գիտելիքները, մասնակցելով վերապատրաստումների եվրոպական երկրներում և աշխարհի առաջատար կլինիկաներում։ Ստացած միջազգային փորձն ու ժամանակակից մեթոդները նա հաջողությամբ կիրառում է իր ամենօրյա պրակտիկայում։ Աննա Գրիգորյանի մոտ օգնության են դիմում ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից, վստահելով նրա մասնագիտական մեծ փորձին։ Աշխատանքի հիմնական ուղղություններից են զարգացման խանգարում ունեցող երեխաների աջակցությունը, ներառյալ վաղ մանկական աուտիզմը, ատիպիկ աուտիզմը, Ասպերգերի համախտանիշը և այլ զարգացման առանձնահատկություններ։ Նրա գործունեության նպատակն է ոչ միայն խնդրի շտկումը, այլ նաև հոգեկան և ֆիզիկական հավասարակշռության վերականգնումը,
նպաստելով կյանքի որակի զգալի բարելավմանը։ Աննա Գրիգորյան։ Հայուհի մրցանակը ստանում է նեյրոաֆազիոլոգ հոգեբան Աննա Գրիգորյանը։ Ուրեմն նոր տիկինանային ասում, ես նոր այցելել եմ ձեզ, ասում եմ, բայց մենակ սուրճ խմելու։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ և աղթում եմ, որ բոլոր հիասքանչ հայուհիները արժանանան նախ և առաջ հայ տղամարդու կնամեծար վերաբերմունքին։ Կրկին անգամ գտնվելով այս բեմում ուզում եմ մեր շնորհակալություն հայտնել համազգային վստահությանը բացահայտելու տարվա բոլոր լավագույն հայուհիների և արժանացնելու այս կարևոր և մոտիվացնող մրցանակին։ Շնորհակալ եմ։ Մեր հաջորդ անվանակարգը հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման և գերազանց սպասարկման մշակույթի ներդրման վստահելի փորձագետ։ Մրցանակը հանձնում է Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Գալոյանը։ Մանիկ Սահակյանը բիզնես դասընթացավար է, խորհրդատու, մենթոր, քոուչ և Service Art School կամ սպասարկման արվեստարանի հիմնադիրն է։ Սպասարկման և վաճառքի ոլորտում նրա 20-ամյա մասնագիտական ուղին սկսվել է 2004 թվականից, ձևավորվելով ոլորտում առկա խնդիրները փոխելու ցանկությունից։ Որպես հաճախորդ, հաճախ բախվելով ոչ պրոֆեսիոնալ սպասարկման, նա մշակել է ոլորտում առկա բացերը համակարգային լուծումներով փոխարինելու իր ուրույն տեսլականը։ Տարիների ընթացքում Մանիկ Սահակյանը մասնագիտացել է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման, սպասարկման և վաճառքի ոլորտներում, աշխատելով ինչպես անհատների, այնպես էլ բիզնես կառույցների հետ։ Նրա վերապատրաստման և զարգացման հեղինակային ծրագրերը միավորել են շուրջ 5000 մասնակիցների, օգնելով զարգացնել ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլ նաև հաղորդակցման մշակույթը։ Սպասարկման արվեստարանն այն հարթակն է, որտեղ սպասարկումն ու վաճառքը դիտարկվում են որպես արվեստ, իսկ մասնագետները արվեստագետներ, ովքեր սիրով կառավարում են հաճախորդի փորձառությունը։ Մանիկ Սահակյանի համար ամենակարևոր արժեքը մարդակենտրոն մոտեցումն է և ակնկալվածից ավելին անելու սկզբունքը։ Իր խորին համոզմամբ նույն մարդակենտրոն վերաբերմունքը և պրոֆեսիոնալ հաղորդակցությունը վերափոխում են ոչ միայն մասնագետի և հաճախորդի օրը, այլև հասարակության մտածելակերպը, դառնալով բիզնեսի արդյունավետության և կյանքի որակի բարելավման հիմնաքարը։ Մանիկ Սահակյան։ Հայուհի մրցանակը ստանում է կառավարման խորհրդատու, բիզնես դասընթացավար, մենթոր, քոուչ, Service Art School նախագծի հիմնադիր Մանիկ Սահակյանը։ Բարի օր, սիրելի բարեկամներ, գեղեցիկ օր է, հատկապես այն հարցով, որ այսօր կանանց ենք հանձնում մրցանակներ, հայ կանայք իսկապես գեղեցիկ են ներկուստ և արտաքնապես։ Եթե դրան էլ ավելացնենք այն տաղանդը, որի շնորհիվ իրանք այսօր այստեղ հասել են այս մրցանակի դափնեկիր դառնալու, ապա ամեն ինչ բարձ կլինի, որ նրանք գեղեցկացնում են նաև մեր հայրենիքում մեր կյանքը։ Եվ նորից շնորհակալություն համազգային վստահությանը այս մեծ աշխատանքի համար և այսօրվա գեղեցիկ միջոցառման համար։ Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին և ցանկանում հետագա հաջողություններ։ Ես էլ կուզեի սրտանց շնորհակալ լինել իմ բոլոր ծրագրերի մասնակիցներին։ Ես իրենց անվանում եմ սպասարկման հրեշտակներ։
ովքեր ինձ միշտ մոտիվացնում են զարգացնել իմ ծրագրերը։ Ուզում եմ շնորհակալ լինեմ իմ բոլոր գործընկեր կառույցներին, ովքեր միշտ վստահել են, վստահում են եւ շարունակում են վստահել։ Ուզում եմ շնորհակալ լինել իմ ընտանիքի անդամներին, ովքեր կուլիսի հետևում, բայց միշտ իմ հետ են եղել։ Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր այսօրը դարձնում են անկրկնելի։ Եվ շնորհակալ եմ Աստծուն, որ իմ կյանքի այս ճանապարհն ինձ հետ միասին է անցնում։ Շնորհակալ եմ։ Մեր հաջորդ անվանակարգը իրավաբանական հոգեբանության ոլորտում մասնագիտացված կառույցի ստեղծման, դատա հոգեբանական փորձաքննությունների համակարգի զարգացման ուղղությամբ իրականացված հետևողական եւ արդյունավետ գործունեություն ծավալող վստահելի մասնագետ մրցանակը անցնում է Հայաստանի Խաղաղության կոմիտեի նախագահ, քաղաքագիտության դոկտոր Silk Road Network-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Պետրոսյանը։ Անի Վարդանյանը հոգեբանության ոլորտում այն մասնագետներից է, ով իր գործունեությամբ էական դերակատարություն ունի Հայաստանում իրավաբանական հոգեբանության կարևոր եւ պատասխանատու ոլորտում։ Աշխատելով առաջատար պետական հաստատություններում եւ լինելով ուղեկից հոգեբանական կենտրոնի հիմնադիր եւ դատական փորձագետ, նա տարիների ընթացքում ստեղծել է մասնագիտական միջավայր, որտեղ հոգեբանությունը համադրվում է ճշգրտության, անաչառության եւ բարձր պատասխանատվության հետ։ Կենտրոնը Անի Վարդանյանի սահմանած նշաձողերի համաձայն ապահովում է փորձագիտական եւ խորհրդատվական այնպիսի ուղենիշներ, որոնք պահանջում են ոչ միայն գիտական բարձր պատրաստվածություն եւ գործնական հմտություններ, այլև ամուր կամք եւ տոկունություն, անաչառության պահպանման եւ մարտահրավերների կայուն դիմակայման համար։ Անի Վարդանյանի գործունեության կարևոր արդյունքներն են նրա հեղինակած գիտական հոդվածները եւ ուղեցույցները, ինչպես նաեւ ոլորտային գիտելիքների փոխանցումը դասախոսական աշխատանքի միջոցով, փաստաբանների, քննիչների, դատախազների եւ դատավորների մասնագիտական պատրաստվածության այն գիտելիքների զարգացումը, որոնք վերաբերում են ոչ միայն դատական հոգեբանությանը, այլև հաղորդակցման եւ կառավարման հմտություններին, հարցաքննությունների մեթոդաբանությանը, քանի որ նրա համար կարևոր է արդարադատության ոլորտում գիտահեն միջավայրի մշակույթի շարունակական զարգացումը։ Այս հայուհու գործունեության հիմքում մարդն է իր հոգեբանական անվտանգությամբ, ներաշխարհով եւ պաշտպանված լինելու իրավունքով։ Նրա համար հոգեբանությունը պարզապես մասնագիտություն չէ, այլ պատասխանատվություն, լսելու, հասկանալու եւ ճիշտ պահին մասնագիտական հենարան լինելու կարողություն։ Անի Վարդանյան։ Հայուհի մրցանակը ստանում է ուղեկից հոգեբանական կենտրոնի հիմնադիր Անի Վարդանյանը։ Ողջունում եմ բոլորիդ։ Շնորհակալ եմ նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու եւ նման գնահատանքի համար։ Սա եւս մեկ անգամ ինձ համար ուղենիշ է, որ գնահատանքի արժանի է ոչ միայն այն անցած ուղին, որը ըստ էության բավականին բարդ է իր գործունեության բովանդակային առանձնահատկությունների առումով, այլ այն արժեքները, որոնց ես հավատում եմ եւ որոնք փորձում եմ կյանքի կոչել իմ աշխատանքի ընթացքում։ Շնորհակալ եմ ինձ հետ այս ճանապարհն անցնող բոլոր մարդկանց։ Շնորհակալություն։ Շնորհավորում ենք։ Սիրելի կանայք, ես նույնպես շնորհավորում եմ բոլոր մրցանակակիր կանանց, ցանկանում նոր հաջողություններ ձեր պրոֆեսիոնալ գործում եւ նոր հաղթանակներ։ Նորից շնորհավորում եմ։ Անվանակարգ նուրբ ճաշակի եւ բարձր պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ հաջողակ բրենդի ստեղծման եւ զարգացման մեջ բացառիկ ներդրում ունենալու համար մրցանակը անցնում է սիրված երգիչ Վարդան Բադալյանը։
Կարինե Հովեյանն այն մարդկանցից է, ով կարողացել է ձևավորել իր ոլորտում առանձնահատուկ մոտեցում եւ դարձնել այն ճանաչելի ուղղություն։ Լինելով Parisians Gelée բրենդի հիմնադիր, նա դոնդողյա տորթերի մշակույթը վերածել է ոչ միայն գեղագիտական, այլև որակական նոր մակարդակի։ Բրենդի զարգացման ընթացքում Կարինեն կարողացել է ոչ միայն պահպանել իր ձեռագիրը, այլ նաև ընդլայնել գործունեության սահմանները, արձագանքելով շուկայի պահանջներին։ Այսօր Parisians Gelée-ն ներկայացված է նաև միջազգային հարթակներում, ինչպես նաև նոր ձևաչափով Parisians Suite վաճառասրահով, որտեղ ներկայացված են նաև բազմազան խմորեղեններ։ Կարինե Հովեյանի հաջողության հիմքում միայն ստեղծագործ միտքը չէ, այլ նաև համակարգված աշխատանքը, ճաշակի կայունությունը եւ զարգացման հստակ տեսլականը։ Նրա ղեկավարությամբ ձևավորված թիմը եւ միասնական մոտեցումը թույլ են տալիս բրենդին շարունակաբար զարգանալ, պահպանելով այն որակը, որի շնորհիվ այն դարձել է շատերի վստահ ընտրությունը։ Կարինե Հովեյան, որտեղ նրբաճաշակությունը դառնում է չափանիշ, իսկ որակը վստահություն։ Հայուհի մրցանակած ստանում է Parisians Gelée բրենդի հիմնադիր տնօրեն Կարինե Հովեյանը։ Բարև ձեզ, ես այսօր իմ թորնիկի հետ եմ եկել, նվիրում եմ իրեն մրցանակը եւ շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ մեր բոլոր հայուհիներին, շնորհակալ եմ։ Դե ծափեք։ Շնորհավորում եմ, ճիշտ ասած, երևի բոլորը կարծեցին, որ ձեր աղջիկն է։ Այո, բոլորը կարծեցին։ Ձեզ մաղթում եմ միշտ տենց երիտասարդ մնաք։ Շնորհակալ եմ։ Մեր հաջորդ անվանակարգը իրավաբանական ոլորտում բարձր մասնագիտական կարողություններ ունեցող փորձառու եւ բարձրակարգ փաստաբան։ Մրցանակը անցնում է Համազգային վստահություն խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը։ Արմենուհի Ջանջուղազյանի կերպարը իրավաբանական դաշտում հաճախ ընկալվում է որպես օրինակելի կին փաստաբանի մարմնավորում, որտեղ մասնագիտությունը համադրվում է բարձր պրոֆեսիոնալիզմի, էթիկական սկզբունքների եւ մարդկային պատասխանատվության հետ։ Լինելով ԱՋ advocat փաստաբանական ընկերության հիմնադիր տնօրեն, նա տարիների ընթացքում ձևավորել է աշխատանքի այնպիսի մշակույթ, որտեղ յուրաքանչյուր իրավական գործընթաց դիտարկվում է խորությամբ, ճշգրտությամբ եւ հետեւողական վերլուծությամբ։ Արմենուհի Ջանջուղազյանն առանձնանում է բարձր կարգապահությամբ եւ մասնագիտական ազնվությամբ, խստորեն պահպանելով փաստաբանական էթիկայի կանոնները։ Այս մոտեցումը թույլ է տալիս ավելի խորությամբ հասկանալ մարդկային խնդիրները եւ յուրաքանչյուր իրավիճակին տալ անհատական մտածված լուծում։ Նրա գործունեության կարևոր ուղղություններից է արդարության վերականգնումը ոչ միայն իրավական, այլ նաեւ մարդկային իմաստով։ Նրա համար հաջողությունը չի սահմանափակվում միայն դատական արդյունքով, այլ նաեւ ճանապարհի արդարությամբ եւ վստահության պահպանմամբ։ ԱՋ advocate-ը նրա ղեկավարությամբ ձևավորվել է որպես իրավական հարթակ, որտեղ համադրված են փորձը, համակարգված մտածողությունը եւ թիմային բարձր պատասխանատվությունը։ Այստեղ յուրաքանչյուր գործ դիտարկվում է որպես առանձին պատմություն, պահանջող անհատական մոտեցում եւ խորքային վերլուծություն։ Հայաստանի իրավաբանական դաշտում Արմենուհի Ջանջուղազյանի նման մասնագետները ձևավորում են նոր որակ, որտեղ իրավունքը դառնում է պաշտպանություն, վստահություն եւ կայունություն։ Նրա գործունեությունը միավորում է մասնագիտական խստությունը եւ մարդկային վերաբերմունքը, ստեղծելով այնպիսի օրինակ, որը բարձրացնում է ողջ ոլորտի չափանիշները։ Արմենուհի Ջանջուղազյան։ Հայուհի մրցանակը ստանում է ԱՋ advocat փաստաբանական ընկերության հիմնադիր տնօրեն փաստաբան արբիտր Արմենուհի Ջանջուղազյանը։ Շնորհավորում եմ այս գեղեցիկ եւ պատասխանատու մրցանակի համար, ցանկանում եմ ձեզ վերելք։ Ողջունում եմ բոլորին։
Շնորհավորում եմ մրցանակներ ստացած բոլոր տիկնանց։ Ինձ համար որպես հայկին իսկապես պատիվ է հայուհի մրցանակին արժանանալը։ Երախտագիտությունս համազգային վստահության խորհրդին այս չափազանց պարտավորեցնող տիտղոսին արժանացնելու համար։ Շնորհակալ եմ։ Անվանակարգ Պատիկայի բնագավառում յուրատեսակ արվեստի նմուշներ ստեղծելու և բացառիկ տեսականի ներկայացնելու համար։ Մրցանակը հանձնում է միջազգային նկարիչների միության անդամ Սուրբ Սարգիս ոսկե մեդալակիր, ժամանակակից արվեստի ներդրման ոսկե մեդալակիր, Հայաստանի Հանրապետության դեսպանների ակումբի մշակույթի բաժնի ղեկավար Հակոբ Վարդանյանը։ Անուշ Մարդանյանի պատմությունը սկսվում է երկար տարիների մասնագիտական փորձից և ստեղծագործական մղումներից, որը ժամանակի ընթացքում վերածվեց սեփական բրենդի։ Ավելի քան 10 տարին աշխատել է պետական ոլորտում, Նորք տեխնոլոգիաների կենտրոնում, իսկ ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը, ձևավորելով ամուր մասնագիտական հիմք։ 2019 թվականին սկսվում է նրա նոր ճանապարհը։ Սկզբում որպես հոբբի նա ներկայացնում է իր բատիկ աշխատանքները օնլայն, սակայն դրանք արագ վերածվում են ճանաչված ստեղծագործական ուղղության։ Այսպես ծնվում է Անուշ բրենդը։ Կրելի արվեստի աշխարհ, որտեղ ներկայացված են ձեռագործ շարֆեր, զգեստներ, պայուսակներ և հուդիներ։ Յուրաքանչյուր աշխատանքի հիմքը նրա ձեռքի աշխատանքներն են, որպես եզակի հեղինակային օրինակ։ Անուշը պարզապես բրենդ չէ, այն գաղափար է, որտեղ արվեստը միավորվում է անհատականության և հաջողության փոխանցման գաղափարի հետ։ Այս ճանապարհին Անուշ Մարդանյանը շարունակաբար զարգացել է, սովորելով արվեստի ոլորտում առաջատար մասնագետներից և միաժամանակ ձեռք բերել բիզնես գիտելիքներ։ Այսօր Անուշը դարձել է ստեղծագործական մտածողության և համառ աշխատանքի արդյունք, ձևավորված փորձի, կրթության և արվեստի միասնությամբ, որը մարդկանց է փոխանցում անկրկնելի էմոցիաներ։ Անուշ Մարդանյան։ Հայույքի մրցանակը ստանում է Անուշ բրենդի հիմնադիր տնօրեն Անուշ Մարդանյանը։ Բարի օր բոլոր ներկաներին, շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին և ուզում եմ իմ մեծ երախտիկը հայտնել Համազգային վստահության խորհրդին այս մեծ գնահատանքի ու մեծարանքի համար։ Ինձ համար իսկապես մեծ պատիվ է կրել այս մրցանակն իմ ձեռքում և ուզում եմ ասել, որ սա պարզապես մրցանակ չէ ինձ համար։ Այն մեծ պարգև է, որը փարոս է դառնալու իմ ամբողջ կյանքում, որ ես որտեղ էլ որ լինեմ, ապրեմ ու արարեմ իմ երկրի ու հայրենիքի համար։ Ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ նպաստել են Անուշ ապրանքանիշի ստեղծման ու զարգացման գործում։ Աստծո սերն ու օրհնությունը բոլորիդ ընտանիքներին։ Շնորհակալ եմ։ Մեր հաջորդ անվանակարգը երկարամյա մանկավարժական գործունեության սերունդներ կրթելու ու մարդկային բարձր արժեքներ սերմանելու համար։ Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցի դասվար Արշալույս Հեքիմյանը երկարամյա և նվիրված մանկավարժ է, ով իր ողջ գործունեությամբ կրթական ոլորտում ձևավորել է վստահելի և արժեհամակարգային ամուր ուղի։ Նրա աշխատանքը տարիներ շարունակ ուղղված է եղել ոչ միայն գիտելիքի փոխանցմանը, այլև աշակերտների մեջ հայրենասիրության, պատասխանատվության և բարձր մարդկային արժեքների սերմանմանը։ Նա այն մանկավարժներից է, ով ուսուցչի կոչումը դիտարկում է որպես առաքելություն, հավատարիմ մնալով կրթելու, դաստիարակելու և ձևավորելու բարձր գաղափարին։ Նրա դասավանդման մեջ առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուր աշակերտի անհատական մոտեցումը, նպատակ ունենալով ձևավորել մտածող, կրթված և արժանապատիվ անհատներ։ Արշալույս Հեքիմյանի գործունեությունը բնութագրվում է հետևողականությամբ, նվիրվածությամբ և մասնագիտական բարձր պատասխանատվությամբ։
Նրա աշխատանքի արդյունքում ձևավորվել են սերունդներ, որոնք իրենց մեջ կրում են ոչ միայն գիտելիք, այլ նաև մարդկային արժեքներ և ազգային ինքնության գիտակցում։ Արշալույս Հեքիմյան։ Պատվոգիրը ստանում է Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցի դասվար Արշալույս Հեքիմյանը։ Ես նոր կանգնած ակամայից հիշում եմ իմ առաջին դասարանի իմ դասղեկին ընկեր Անիկին, խոնարհում նրա հիշատակի առաջ եւ խոնարհում բոլոր մանկավարժների առաջ, ովքեր մեզ գիտելիքներ են տվել, իսկ ովքեր ողջ են, ձեզ առողջություն եւ երկար տարիների աշխատանքային կյանք։ Ողջունում եմ բոլորին այս գեղեցիկ սրահում հավաքված։ Նժդեհն ասում է, ազգի ապագան մայրերի ձեռքում է։ Ես իմ կողմից թույլ տվեք ավելացնեմ, որ մատաղ սերնդի փոքրիկների ապագան մանկավարժների ձեռքում է։ Եվ շնորհակալ եմ համազգային վստահություն կազմակերպությանը բարձր գնահատանքի համար։ Եվ ինձ շնորհված հայուհի կոչումը ես կարծում եմ բոլոր մանկավարժներինն է, որովհետև նրանք իրենց ծանր եւ ազգանվեր գործն են կատարում մեր վաղվա ապագայի համար։ Շնորհավորում եմ բոլորիս եւ շնորհակալություն։ Ձեզ հաջողություն եւ ամենայն բարիք։ Մեր հաջորդ անվանակարգը գիտամանկավարժական գործունեության եւ հոգեբանական խորհրդատվության ոլորտում նշանակալի ներդրման համար։ Մրցանակը հանձնում է բանաստեղծուհի, արձակագիր, երկու գրքերի հեղինակ Ավետիս Արտ միջազգային կազմակերպության հիմնադիր անդամներից Կարինե Ամիրյանը։ Կան ճանապարհներ, որոնք պարզապես անցնում են, եւ կան ճանապարհներ, որոնք դառնում են կյանք։ Լուսինե Ստեփանյանինը հենց այդպիսին է։ Հոգեֆիզիոլոգ, հոգեբան, գեշտալտ թերապևտ, գիտնական, դոցենտ, ղեկավար, մենթոր, բայց նախ եւ առաջ մարդ, ում համար ամենակարևոր հաջողությունը մեկն է, երբ մարդը գտնում է իրեն, հավատում իր ուժին եւ սկսում ապրել ամբողջությամբ։ Ամեն ինչ սկսվեց Երևանի պետական համալսարանից։ Այնտեղ ծնվեց հետազոտողը, մարդը, ով սկսեց հարցնել, ինչն է կոտրում մարդուն եւ ինչն է նրան ուժ տալիս։ Սթրես, հուզական այրում, ագրեսիա, բուլինգ, ներքին ռեսուրսներ, բարեկեցություն, ներգրավվածություն։ Թեմաներ, որոնք այսօր ավելի կարևոր են, քան երբևէ։ Դասախոսություններ Հայաստանի մի շարք բուհերում, ղեկավար պաշտոններ, ծրագրի ղեկավարից մինչև պրոռեկտոր, բայց գիտությունը, կրթությունը եւ մարդկանց հետ աշխատանքը ժամանակի ընթացքում միավորվեցին մեկ գաղափարի շուրջ։ Այդ գաղափարից ծնվեց Ակմե Վիտան, տարածք, որտեղ ֆիզիկական առողջությունը հանդիպում է հոգեկան հավասարակշռությանը, մտավոր զարգացումը նոր փորձառություններին, որտեղ գիտությունը հոգատարության դեմք ունի, եւ հետո հայկական հոգեֆիզիոլոգիական ընկերությունը, որովհետեւ գիտելիքը պետք է տարածվի, երիտասարդները աջակցություն ստանան։ Այս ամենի հետևում կին է, 3 որդիների մայր, դուստր, քույր, մարդ, ում համար ընտանիքը իմաստ է եւ արժեք, սերունդների կապը, ուժ, ընկերությունը, հավատարմություն եւ նվիրվածություն, այն ամենը, ինչ կառուցել է մեկ նպատակով, որպեսզի աշխարհն ավելի հասկացող, ավելի առողջ, ավելի մարդկային դառնա, եւ դա կմնա։ Հայուհի մրցանակը ստանում է Ակմե Վիտա առողջության եւ զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն, կենսաբանական գիտությունների տեխնացու, դոցենտ, հոգեֆիզիոլոգ, հոգեբան եւ գեշտալտ թերապևտ Լուսինե Ստեփանյանը։ Բարի երեկո բոլորին։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կազմակերպիչներին այս բարձր գնահատանքի համար։
Իրականում ուզում էի խոսել նրա մասին, որ ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում իմ ծնողներին այն արժեքների եւ սկզբունքների համար, որը որ դաստիարակել են, եւ ես հուսով եմ, որ ես կարողանում եմ դա փոխանցել իմ ուսանողներին եւ այստեղ հաճելիորեն տեսա, որ իրենք ներկա են այստեղ նաեւ։ Կարծում եմ, որ կրթությունը վերացել է միայն գիտելիք փոխանցելու դերը դասախոսի վերացել է եւ մենք երևի թե ավելի շատ մոտիվացնող եւ սեր սփռող ենք դարել եւ հուսով եմ, որ մեր աշխատանքով, մեր մոտեցումով կկարողանանք ուսանողների մեջ արթնացնել սեր կրթության նկատմամբ, սեր գիտության նկատմամբ։ Կրթությունը հիմքն է ամուր պետականության, իսկ գիտությունը հիմքն է լավ կրթության։ Եվ այս երկու ոլորտները միավորելով ես փորձեցի իմ ամբողջ այդ փորձը ներդնել նաև պրակտիկ ոլորտում եւ ստեղծվեց Ակմեվիտա կենտրոնը, որտեղ միավորվում են բոլոր 4 ուղղությունները։ Եվ հուսով եմ, որ արդեն նաև այս տեսանկյունից կկարողանամ իմ անցած ճանապարհին ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել Հայաստանի Հանրապետությունում եւ դրանից դուրս ապրող մեր բոլոր հայերին։ Շնորհակալություն։ Շնորհավորում եմ բոլոր հայուհիներին, իսկապես ազգի ապագան ոչ միայն հայուհիների առհասարակ հայ մայրերի ձեռքին է, եւ այդ առումով ուզում եմ մեկ բանաստեղծություն արտասանել եւ նվիրելով նրանց։ 1000 շերտ ունի հողս հայրենի, ու ամեն շերտում 1000 պատմություն։ Ամեն պատմություն 1000 էջ ունի, ամեն էջի մեջ լույսը զորություն։ 1000 երկինքներ երկիրս ունի ու ամեն երկինք 1000 Հայաստան։ Ամեն Հայաստան 1000 լույս ունի, ամեն լույսի մեջ 1000 ծաղկաստան։ Իմ Հայաստանը 1000 հույս ունի ու այդ հույսերից թե մեկը լույս տա, 1000 դար նորից հայքս կծաղկի եւ 1000 դարով իր լույսը կտա։ Մեր ազգի հույսն ու լույսը դուք եք, սիրելի հայուհիներ, շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Բարեկամներ, շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներ Վան Արդի եւ Ապարան ջուր ընկերություններին։ Վան Արդին առանձնանում է հայկական շուկայում իր որակյալ արտադրանքով, հայկական ավանդական գինու համանին հրաշալի հատկություններով։ Վան Արդին բուտիկ գինեգործարան է, տեղակայված Արագածոտնի պատմական գինեգործարանի գինեգործական տարածաշրջանում։ Գինու համար հոնք է ծառայում սեփական այգում աճեցված օրգանական խաղողը, որի շնորհիվ ամեն տարի ապահովում է կայուն եւ բարձր ստանդարտներին համապատասխանող արտադրանք։ Այգու տարածքում գործում է նաև ռեստորան, որտեղ ընտանեկան ջերմ միջավայրում հյուրերը կարող են ոգեշնչվելով բնությունից վայելել Վան Արդիի յուրահատուկ ֆյուժե խոհանոցը, ծանոթանալ Վան Արդիի գինիների տեսականուն եւ գինու արտադրության ողջ գործընթացին։ Շնորհակալություն Վան Արդի։ Ապարան ջուր ընկերության նպատակն է ապահովել յուրաքանչյուրին մաքուր բնական աղբյուրի ջրով։ Գենարար ջուրը բխում է Ապարանի աղբյուրներից, Արագած լեռան ստորոտից, որտեղ բնությունը պահպանում է իր անարատ, անաղարտ ուժը, յուրաքանչյուր շիշ լի է բարձրակ թարմ եւ անվտանգ ջրով, հենց բնության սրտից։ Ապարան ջուր ընկերություն, շնորհակալություն։ Անվանակարգ հայ գրականության, լրագրության եւ մշակութային կյանքի զարգացման գործում ունեցած բազմամյա վաստակի համար մրցանականցնում է բանաստեղծ Համո Սայանի որդին, Համո Սայան պոեզիայի կենտրոնի նախագահ Նաիրի Սահյանը։ Նազենի Արզումանյան ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 2000 թվականից աշխատել է Լոս Անջելեսի 24-ժամյա հայկական հեռուստակայանում որպես լրագրող, հաղորդավար։ 2005 թվականից աշխատել է H1 հեռուստակայանում,
Կարոտ հաղորդաշարի խմբագիր։ 2007 թվականից մինչ այսօր աշխատում է Համո Սահյանի անվան գրադարանում որպես տնօրեն։ Բազմաթիվ գրադարանային նոր ծրագրերի եւ նախաձեռնությունների հեղինակ է։ Գրադարանային գործունեության տարիներին մասնակցել է Լվովում եւ Ռուսաստանի Դաշնությունում գրքի հետ առնչվող գիտաժողովների եւ ստեղծել նոր ծրագրեր։ Դրանցից են Հրաշք Արքղիկը։ Պարգևատրվել է շուրջ 15 մեդալ եւ հուշամեդալներով։ Դրանցից նշենք մի քանիսը՝ քաղաքապետի ոսկե մեդալի, Համո Սահյան ոսկե մեդալ, որը ստացել է Համո Սահյան պոեզիայի կենտրոնի նախագահ Նաիրի Սահյանից, Հայը հուշամեդալ, Նարեկ հուշամեդալ եւ այլն։ 500-ից ավելի պատվոգրերի է արժանացել տարբեր նախարարություններից, քաղաքապետարանից, թաղապետարանից եւ այլ կառույցներից։ Հատկապես մեծ է համագործակցությունը Համո Սահյան կենտրոնի հետ։ Համատեղ իրականացվում են Համո Սահյանի նվիրված ծրագրեր տարբեր քաղաքներում հանրահայտ արտիստների հետ։ 2025 թվականին Նազենի Արզումանյանը հիմնադրել է Արվեստի արտ արվեստի միջազգային միությունը, որի տնօրենն է Արմինե Չիլինգարյանը։ Միությունն իրականացնում է գիտաժողովներ եւ բազմաթիվ մշակութային ծրագրեր, որտեղ հանրահռչակվում է միայն ճիշտ արվեստն ու գրականությունը։ Նազենի Արզումանյան։ Հայուհի մրցանակը ստանում է բանասերտ լրագրող Համո Սահյանի անվան գրադարանի տնօրեն, Ավետիս արտ արվեստի միջազգային միության հիմնադիր, Երևանի քաղաքապետի Համո Սահյան ոսկե մեդալակիր, շուրջ 15 ոսկե մեդալների մրցանակակիր Նազենի Արզումանյանը։ Ես իրոք նշեմ, որ հաճախակի մասնակցում եմ Տիկին Նազենեի կազմակերպած գրական երաժշտական միջոցառումներին, շնորհակալ եմ այդ հայրենանվեր գործի համար։ Նազենի Արզումանյան։ Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, սիրելի հայուհիներ։ Ես ուզում եմ իմ շնորհակալությունը նախ ասել եւ շնորհավորել մեր համազգային վստահության ղեկավար աղջիկներին, սիրելի Աստղիկ, Լիլիթ, մնացյալ աղջիկները, որոնց ես անունները երևի չեմ հիշում։ Եվ մեկ տղային, Սարգիսին։ Այո, եւ Սարգիսին։ Շատ մեծ հաճելի գործ եք կատարում դուք։ Սիրելի կանայք, աղջիկներ, տատիկներ, ես էլ եմ տատիկ։ Ուզում եմ, որ դուք երջանիկ լինեք։ Միշտ շողշողակ ու միշտ փայլեք։ Եվ քանի որ այսօր բազմիցս հնչեց Սահյան անունը, ես ուզում եմ մի քառատող ասել, որ ժամին ձեր սիրտը կուզի, իմ դուռը բաց է։ Մի նայեք, որ պատուհանիս լույսը հանգած է։ Քունու արթուն մի հարցրեք, ներս եկեք, տուն է, մինչև անգամ հույսը քնի, հոգսը արթուն է։ Սիրելի ընկերներ, իսկ իմ կողքին գտնվում է մեծն պոետի որդին, Նաիրի Սահյանը։ Այսօր ես ինչ էլ ասեմ, իհարկե այնպես չի հնչի, ինչպես Սահյանի բանաստեղծություններից մեկը, որը նվիրում եմ Նազենի եւ բոլորին, ովքեր այսօր պարգևատրվեցին այդ հրաշք կանանց։ Ծովն էր, գիշերն էր, ես եւ դու։ 4 հոգով էինք, էլ ոչ ոք չկար, թե իմանար մեզ ինչից է զրկում, առավոտնիկն էլ երևի չկար։ Մենք մեզ իրար մեջ որոնում էինք, Դաշնությունն էինք կնքում մեր օգու, աստղերից կախված օրորվում էինք, ծովն էր, գիշերն էր, ես էի եւ դու։ Շնորհակալություն։ Մեր հաջորդ անվանակարգը ինքնատիպ ձեռագիր եւ անհատական մոտեցում ունեցող ժամանակակից լուծումներ կիրառող եւ յուրահատուկ ձևավորումներ ստեղծող հրուշակագործության վստահելի վարպետ։ Մրցանակը հանձնում է հայուհի 2025 մրցանակակիր գործարար Սոֆիա Մելքոնյանը։
հայուհի, ում անունը դարձել է նրբաճաշակության, կատարելության եւ բարձր արվեստի խորհրդանիշ Մարիամ Հովանիսյան։ Նա Pastry Art Academy-ի հիմնադիրն է, ում ճանապարհը սկսվել է աշխարհի ամենահեղինակավոր կրթական կենտրոններից, որտեղ նա ձևավորել է իր ձեռագիրը, համադրելով եվրոպական բարձր հրուշակագործության մշակույթը եւ սեփական ստեղծագործական տեսլականը։ Իտալիայի Ալմա դպրոցում, Ֆրանսիայի լեգենդար Լենոտր ակադեմիայում եւ շվեյցարական Սվիսսամ միջազգային համալսարանում նա ձևավորել է իր ձեռագիրը։ Մոսկվայի խոհարարական արվեստի ակադեմիայում Մարիամ Հովանիսյանի մասնագիտական ուղին ստացել է ամուր հիմք։ Այստեղ նա արժանացել է ամենաբարձր 5-րդ որակավորման կարգին։ Այս հայուհու ճանապարհը շարունակվել է նոր կրթական փուլերով, միջազգային համալսարաններ, մասնագիտական ակադեմիաներ եւ անընդհատ զարգացում, յուրաքանչյուր փուլում բարձրացնելով իր վարպետության մակարդակը։ Մարիամ Հովանիսյանը ուսանել է աշխարհի առաջատար վարպետների մոտ, ինչի արդյունքում ձեռք է բերել մաստերի պատվավոր կոչում։ Սակայն նրա ամենամեծ արժեքը միայն ձեռքբերումները չեն։ Նա այսօր ոչ միայն ստեղծագործում է, այլ նաև փոխանցում գիտելիք, ձևավորելով նոր սերունդ, ոգեշնչելով եւ բացելով ճանապարհներ երիտասարդների համար։ Pastry Art Academy-ն նրա ձեռամբ դարձել է ոչ միայն ուսումնական կենտրոն, այլ իսկական արվեստի աշխարհ։ Մարիամ Հովանիսյան։ Հայուհի մրցանակը ստանում է Հրուշակագործության արվեստի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Մարիամ Հովանիսյանը։ Բարի օր բոլորին։ Հայ լինելը հպարտություն է, հայուհի լինելը պարծանք։ Շնորհավորում եմ բոլոր հայուհիներին։ Շնորհակալ եմ այսօրվա գեղեցիկ միջոցառման համար։ Շնորհակալ եմ բարձր գնահատանքի համար։ Հպարտ եմ, որ իմ երակների մեջ հոսում է հենց հայի արյունը։ Շնորհակալ եմ։ Անվանակարգ Կրթության ոլորտում նվիրված մասնագիտական գործունեության, ուսուցման որակի բարձրացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար մրցանակը անցնում է Նաիրի բժշկական կենտրոնի, Նաիրի Կոքսա կլինիկայի եւ Երևանի բժշկական կենտրոնի վնասվածքաբան օրթոպեդ, տարվա բժիշկ մրցանակագիր Արթուր Աղամիրյանը։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի անգլերենի թիվ 1 ամբիոնի դոցենտ Ռուզաննա Կուլիկյանը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն ձևավորել է բազմակողմանի եւ հարուստ մասնագիտական ուղի։ Իր գործունեության ընթացքում նա աշխատել է որպես խմբագիր թարգմանիչ, անգլերեն լեզվի դասախոս եւ լուրերի մեկնաբան, համագործակցելով ինչպես առաջատար բուհերի, այնպես էլ հեռուստաընկերությունների հետ։ 2020 թվականից Ռուզաննա Կուլիկյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի անգլերենի թիվ 1 ամբիոնում, իր փորձն ու գիտելիքը փոխանցելով ուսանողներին։ Նրա մասնագիտական գործունեությունը համադրում է կրթությունն ու լեզվաբանությունը, ձևավորելով հաղորդակցության եւ լեզվի կիրառման բազմակողմանի փորձ։ Տարիների ընթացքում նա մասնակցել է տարբեր կրթական եւ մասնագիտական ծրագրերի, շարունակաբար զարգացրել իր հմտություններն ու խորացրել գիտելիքները լեզվաբանության եւ դասավանդման մեթոդաբանության ոլորտներում։ Ռուզաննա Կուլիկյանի համար կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլ նաև մտածողության, ինքնավստահության եւ ազատ հաղորդակցության ձևավորումը։ Նրա գործունեության հիմքում մշտապես եղել է պատասխանատվությունը, մասնագիտական աճը եւ մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցություն կառուցելու կարողությունը, ինչի շնորհիվ նա այսօր վայելում է գործընկերների եւ ուսանողների վստահությունը։ Ռուզաննա Կուլիկյան։ Հայուհի մրցանակը ստանում է Երևանի պետական համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, անգլերենի թիվ 1 ամբիոնի դոցենտ Ռուզաննա Կուլիկյանը։
Ողջունում եմ բոլորին, ես եւս կցանկանայի շնորհակալություն հայտնել այս գեղեցիկ եւ ինքնատիպ միջոցառման կազմակերպիչներին։ Սա իրապես մի միջոցառում է, որտեղ գնահատում եւ մեծարում են հայ կնոջ կերպարը, հայ կնոջ գործունեությունը եւ իհարկե անչափ շնորհակալ եմ այս պատվավոր մրցանակի համար, որը ոչ միայն պարտավորեցնում, այլև մոտիվացնում է վստահաբար շարժվել առաջ եւ ջանասիրաբար աշխատել։ Հաջողություն եմ մաղթում բոլոր կանանց իրենց ոլորտներում։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ բոլորին, շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, թող ձեր կյանքում մրցանակները միշտ ուղեկցեն ձեզ եւ որպես բժիշկ ես կարող եմ ասել միշտ ճպտացեք եւ եղեք առողջ։ Մեր հաջորդ անվանակարգը Տուրիզմի ոլորտի զարգացման, ուսուցման եւ տուրիստական գործի պրոֆեսիոնալ կազմակերպման համար մրցանակը հանձնում է միջազգային նկարիչների միության անդամ Սուրբ Սարգիս ոսկե մեդալակիր, ժամանակակից արվեստի ներդրման ոսկե մեդալակիր, Հայաստանի Հանրապետության դեսպանների ակումբի մշակույթի բաժնի ղեկավար Հակոբ Վարդանյանը։ 2011 թվականին հիմնադրվեց L&I Group տուրիստական եւ ուսումնական կենտրոնը, որի հիմքում կանգնած է հայուհի Աննա Հարությունյանը, ով իր տեսլականով միավորեց կրթությունը, ճանապարհորդությունը եւ մարդկային զարգացումը։ Սկզբում ընկերությունը գործեց որպես ուսումնական կենտրոն L&I Center անվամբ, որտեղ մարդիկ սովորում են անգլերեն, մասնակցում տարբեր դասընթացների, զարգացնում իրենց մասնագիտական հմտությունները։ Այնուհետև 2013 թվականից գործունեությունը ընդլայնվեց դեպի տուրիզմ, ձևավորվելով L&I տուրը եւ տուրիզմի ոլորտին ուղղված դասընթացները։ Աննա Հարությունյանի համար սա պարզապես բիզնես չէր, այլ մարդկանց հնարավորություններ տալու գաղափար։ Նրա կարգախոսը դարձավ ուղենիշ ամբողջ ճանապարհի համար, սիրիր կյանքը, այն հիասքանչ է։ Տարիների ընթացքում L&I Group-ն իրականացրել է կրթական ծրագրեր, սեմինարներ, մասնակցել միջազգային էքսպոների, կազմակերպել արտագնա եւ ներգնա տուրեր, աջակցել բարեգործական նախաձեռնություններին եւ օգնել հազարավոր մարդկանց բացահայտել աշխարհը վիզաների աջակցությունների շնորհիվ։ Այսօր L&I Group-ը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ է եւ շարունակում է զարգանալ նոր ծրագրերով ու գաղափարներով, այդ թվում Travel with Friends եւ L&I Friends Club նախաձեռնություններով։ Աննա Հարությունյանի ստեղծած L&I Group-ը դարձել է ոչ միայն ընկերություն, այլ շարունակվող ճանապարհ, կրթության, ճանապարհորդության եւ մարդկանց միավորման պատմություն։ Աննա Հարությունյան Հայուհի մրցանակը ստանում է L&I Group ուսումնական եւ տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Աննա Հարությունյանը։ Ողջունում եմ բոլորիդ, թորնիկս չի, տղաս է, այսօր բոլորը թորնիկներով են, առայժմ թորնիկ չունեմ, ինձ համար մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել այստեղ և արժանանալ այս շատ պարտավորեցնող մրցանակին, ինչի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին և իհարկե բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարիներին եղել են իմ կողքին, վստահել ինձ և հավատացել հաջողությանս։ Եվ առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհավորել բոլոր ներկա կանանց, ովքեր մրցանակակիրներ են եւ բոլորից մաղթել ել ավելի բեղուն գործունեություն մեր ոլորտներում։ Շնորհակալ եմ։ Մեր հաջորդ անվանակարգը Սփյուռքում հայ գրականության զարգացման ու հայ մշակույթի տարածման գործում ունեցած ստեղծագործական ավանդի համար մրցանակը հանձնում է Հանրային ռադիոյի նախկին ստերեոստուդիայի հեղինակ հաղորդավար Համոսայան ոսկե մեդալակիր իմ հրաշալի գործընկեր, հրաշալի ձայն Անահիտ Նավասարդյանը։ Լյուդմիլա Շելունց, Հայաստանի գրողների միության, Կալիֆոռնիայի հայ գրողների, Հայաստանի մշակույթի գործիչների միության անդամ, բանաստեղծուհի,
ծնվել է Վանաձորում։ Գերազանց ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանի մանկաբարձության բաժինը եւ 1999 թվականից առ այսօր ապրում է Դանիայում։ Ստեղծագործում է 2016 թվականից եւ մինչ այսօր տպագրել է 2 տասնյակին մոտ գրքեր, թե մեծերի, թե փոքրերի համար։ Սիրո անուրջներ, Սրտիս խորանում, Կարոտիս հևքը, Անուշաբույր ծիածան, Հավատում եմ, Սրտիս չափով, Լուսնի թագուհին, Խաղողի այգին եւ այլն։ Նրա գրքերը թարգմանվել են նաեւ ռուսերեն լեզվով։ Պարգևատրվել է Հովանես Թումանյան 150, Մովսես Խորենացի եւ Համոս Ահյան մեդալներով, բազմաթիվ պատվոգրերով։ Լյուդմիլա Շելունցը գրականության եւ արվեստի ոսկե նուռ համահայկական մրցանակաբաշխության մասնակիցներից է։ 2022 թվականին արժանացել է տարվա լավագույն մանկագիր հեքիաթագիր կոչմանը։ Հայաստանի մշակույթի գործիչների միության կողմից 2023 թվականին հայ գիր ամենամյա մրցույթում արժանացել է մրցանակի։ Բազմիցս հրատարակվել է նաեւ համահեղինակային գրքերում։ 2022 թվականին արժանացել է Հայուհի պատվոգրին, Ավետիս արտ արվեստի միջազգային միության անդամ է։ Լյուդմիլա Շելունց։ Հայուհի մրցանակը ստանում է բանաստեղծուհի մանկագիր Հայաստանի գրողների միության անդամ Դանիա բնակ Լյուդմիլա Շելունցը։ Շնորհավորում եմ, ողջունում եմ բոլորիդ բարեկամներ։ Շատ ուրախ եմ, որ ես այստեղ եմ, ինձ համար պատիվ է գտնվել այստեղ եւ այս մրցանակը հանձնել բանաստեղծուհի Լյուդմիլա Շելունցին։ Ճիշտ է, Լյուդմիլան ապրում է Դանիայում քանի տարի է, բայց նա հոգով հայուհի է, բացարձակ ճշմարտություն եմ ասում։ Եվ շնորհավորում եմ բոլոր պարգևատրվածներին եւ շատ ուրախ եմ ես պատիվ է ինձ համար գտնվել այստեղ, ողջունել, շնորհավորել, մանավանդ որ իմ գործընկերը այստեղ է։ Սարգիս Նաջարյանը։ Շատ շնորհակալ եմ։ Լավ եղեք։ Լյուդմիլա Շելունցը իսկապես օժտված է մարդկային բարձր արժեքներով եւ լրիվ ինքը արժանի է այս պատվին հայուհու կոչմանը։ Շնորհակալ եմ։ Բարի երեկո հարգելի մասնակիցներ, ես ուրախ եմ այս մրցույթին հայուհի ճանաչելու համար։ Ես ապրելով Դանիայում միշտ ինձ զգացել եմ հայ կին, հայ մարդ որպես, այո։ Շատ ուրախ եմ, հիմա ես մի քիչ հուզված եմ, չեմ կարողանում խոսել, որովհետև սա մեծ պատիվ է ինձ համար։ Եվ ես Դանիայում կարող եմ պատմել այս միջոցառման մասին, մեր հայ տիկնանց մասին, որոնք մեր օջախները վառ են պահում, որոնք կարող են հարգեղած դեպքում պայքարել իրենց ազատության, իրենց երկրի համար եւ կարող են ունենալ նաեւ ստեղծագործող ոգի, միտք։ Շնորհակալ եմ այս բարձր պատվի համար։ Ես իսկական հայուհի եմ։ Թեկուզ եւ ապրում եմ արտասահմանում Դանիայում։ Շնորհակալություն։ Ձեզ մաղթում ենք առողջություն եւ ստեղծագործական հաջողություններ Դանիայում, ինչու՞ չէ նաեւ Հայաստանում։ Այո, շատ շնորհակալ եմ։ Մեր հաջորդ անվանակարգը մանկական կինեզիոթերապիայի ոլորտում երեխաների շարժական զարգացման խթանման, վերականգնողական բուժման կազմակերպման, ժամանակակից թերապևտիկ մեթոդների կիրառման եւ մասնագիտական բարձր պատասխանատվությամբ հանդես եկող հոգատար մասնագետ։ Մրցանակը հանձնում է հայուհի 2025 մրցանակագիր գործարար Սոֆիա Մելքումյանը։
Արմինե Պետրոսյանը կինեզիոթերապիստ է, մանուկների եւ մեծահասակների բուժական մերսման եւ վերականգնողական թերապիայի մասնագետ, հարուստ աշխատանքային փորձով, ով իր մասնագիտական գործունեության ընթացքում ձևավորել է վերականգնողական բժշկության վստահելի եւ հետևողական ուղի։ Նա մասնագիտացած է կինեզիոթերապիայի, ֆիզիոթերապիայի, ռեաբիլիտոլոգիայի, բուժական մերսումների եւ վերականգնողական վարժությունների ոլորտում։ Արմինե Պետրոսյանն աշխատել է նաեւ մանկական առողջապահական համակարգում, ձեռք բերելով արժեքավոր փորձ, իսկ այսօր իր մասնագիտական գործունեությունը շարունակում է Երևան բժշկական կենտրոնում եւ Նայիրի բժշկական կենտրոնում, համագործակցելով տարբեր բուժական թիմերի հետ։ Նրա կրթական ուղին ձևավորվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ինչպես նաև մի շարք միջազգային վերապատրաստումներով Սանկտ Պետերբուրգում եւ Վլադիկավկազում, որտեղ նա խորացրել է իր գիտելիքները վերականգնողական բժշկության ժամանակակից մեթոդների ոլորտում։ Վլադիկավկազում նա աշխատել է ծանր առողջական խնդիրներ ունեցող երեխաների հետ, միաժամանակ մասնագիտանալով մանկական մերսման եւ մանկական ռեաբիլիտացիայի ոլորտում, համագործակցելով տեղի վերականգնողական կենտրոնի հետ։ Արմինե Պետրոսյանի աշխատանքի հիմքում յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ անհատական մոտեցումն է։ Յուրաքանչյուր դեպքում կազմվում է հատուկ վերականգնողական ծրագիր, ուղղված անվտանգ, արդյունավետ եւ կայուն արդյունքների ապահովմանը։ Արմինե Պետրոսյանի պրոֆեսիոնալիզմը, փորձը եւ նվիրվածությունը հնարավորություն են տալիս մարդկանց վերադառնալ լիարժեք շարժունակության եւ առողջ կյանքի։ Արմինե Պետրոսյան։ Հայուհի մրցանակած ստանում է կինեզոթերապիստ, մանուկների եւ մեծահասակների բուժական մերսման եւ վերականգնման թերապիայի մասնագետ Արմինե Պետրոսյանը։ Իսրտե շնորհավորում եմ եւ ցանկանում եմ նորանոր հաջողություններ ձեր ոլորտում։ Ողջունում եմ բոլորիդ, անչափ ուրախ եմ բոլորիդ համար, մի փոքր հուզված, կազմակերպիչներին եմ ուզում իմ երախտիկի խոսքը հայտնել, ճանապարհս եղել է ոչ այնքան հեշտ, քանի որ փոքր բալիկների հետ եմ աշխատում, ինչպես նաև մեծերի, բարդ է, բայց ամենակարևորը այդ սպասումների արդարացումն է ու վերջնական արդյունքը, քանի որ մարդը ամենաթանկն է իր վստահում քեզ, դա իր երեխան է, դու փորձում ես ամեն ինչ անել, որ այդ երեխային ծնողին տաս առողջ, վերադառնալի արժեք կյանք, բոլորի նպատակը դա է, շնորհակալ եմ բոլորիդ, շնորհակալ եմ գնահատակի համար, շնորհակալ եմ այս ամենի համար։ Շնորհավորում եմ։ Մեր հաջորդ անվանակարգը օտար լեզուների ուսուցման ոլորտում բարձր մակարդակի ուսուցում կազմակերպելու եւ լավագույն արդյունքներ գրանցելու համար։ Մրցանակը հանձնում է Հայաստանի գրողների միության անդամ, վաստակավոր մանկավարժ, բանաստեղծուհի, տասնյակ գրքերի հեղինակ Ալբարտ Հովսեփյանը։ Քրիստինե Հայրապետյանը կրթության ոլորտում այն ղեկավարներից է, ով տարիների ընթացքում ձևավորել է օտար լեզուների ուսուցման հետևողական եւ համակարգված մշակույթ։ Նա ունի բարձրագույն կրթություն գերմաներեն լեզու եւ գրականություն մասնագիտությամբ, ինչպես նաեւ կրթության կառավարման մագիստրոսի աստիճան, ինչը համադրում է լեզվական գիտելիքն ու կրթական գործընթացների կառավարման հստակ տեսլականը։ Իր մասնագիտական ուղին նա սկսել է հանրակրթական դպրոցում, ապա շարունակել միջազգային կրթական հաստատությունում, ձեռք բերելով բազմակողմանի փորձ։ Այս ոլորտը դարձել է հիմք ստեղծելու սեփական կրթական միջավայրը։ Նրա նախաձեռնությամբ ձևավորվել է Lingvo Studio Berlin-ը, որտեղ տարիներ շարունակ իրականացվում են օտար լեզուների ուսուցում եւ դասապատրաստման ծրագրեր, սկսնակից մինչև
բարձր մակարդակ։ Քրիստինե Հայրապետյանը անձամբ ներգրավված է դասավանդման գործընթացում, ապահովելով գերմաներենի ուսուցման բարձր մակարդակ եւ միջազգային քննություններին պատրաստում։ Նրա առաջնորդությամբ կենտրոնը ընդլայնվել է, դառնալով բազմաֆունկցիոնալ կրթական միջավայր, որտեղ գործում են նաև զարգացման, նախադպրոցական եւ լրացուցիչ կրթական ծրագրեր։ Lingvo Studio Berlin-ը նրա ղեկավարությամբ դարձել է այն կրթական հարթակներից մեկը, որտեղ ուսուցումը կառուցվում է փորձի, համակարգված աշխատանքի եւ հստակ արդյունքի վրա։ Քրիստինե Հայրապետյան։ Հայոյի մրցանակացնում է Lingvo Studio Berlin օտարլեզուների ուսուցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Քրիստինե Հայրապետյանը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համազգային վստահության խորհրդին այս բոլոր արժանավոր կանանց կողքին նաև իմ աշխատանքը գնահատելու համար եւ այս պատվավոր մրցանակին արժանացնելու համար։ Շնորհակալ եմ շատ, լավ երեկո բոլորիս։ Սիրելի հայուհիներ, մրցանակակիրներ, գերագույն զգացողություն է գնահատված լինելը, անտարակույս։ Այսօր դուք գնահատվել եք, շնորհավորում եմ։ Իսկ գնահատվել եք ձեր ներդրումների, ձեր անմնացորդ նվիրումի, ձեր անվերապահորեն սիրով կատարած աշխատանքի համար եւ ընտանիքում, եւ աշխատավայրում, եւ հասարակության մեջ։ Միշտ հիշենք, որ հայկինը եղել է ընտանիքում մեծարման եւ սիրո առարկա, երբեք դա չմոռանանք։ Իսկ այսօր մենք իրոք վայելում ենք այդ ավանդույթը, եկեք պահպանենք այդ գեղեցիկ ավանդույթը։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Հաջորդ անվանակարգը կանանց առողջության պահպանման գործում բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորող եւ բուժարոների նկատմամբ հոգատար ու պատասխանատու վերաբերմունք ցուցաբերող վստահելի մանկաբարձ գինեկոլոգ։ Մրցանակը անցնում է շինարար գործարար Արսեն Ղահրամանյանը։ Լուսինե Խորխորունին այն բժիշկներից է, ում մասնագիտական ուղին կառուցվել է տարիների հետևողական աշխատանքի, փորձի եւ մարդու հանդեպ խոր պատասխանատվության վրա։ Որպես մանկաբարձ գինեկոլոգ, նա իր գործունեության կենտրոնում միշտ պահել է կնոջ առողջությունն ու անվտանգությունը, առաջնորդվելով բժշկության ամենակարևոր սկզբունքով՝ չվնասել եւ աջակցել։ Նրա մասնագիտական ձևավորումը սկիզբ է առել բժշկական հիմնավոր կրթությունից, որն անցել է նաև ռազմական բժշկության համակարգով, ձևավորելով կարգապահություն, ճշգրտություն եւ արագ կողմնորոշվելու ունակություն։ Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալում ունեցած իր աշխատանքը առանձնահատուկ դեր է ունեցել, հնարավորություն տալով լինել զինվորների մայրերի կողքին, հասկանալ, աջակցել եւ լինել վստահելի հենարան։ Հետագայում նա խորացրել է իր գիտելիքները գինեկոլոգիայի եւ մանկաբարձության ոլորտում, ձեռք բերելով այն հիմքը, որի վրա այսօր կառուցված է նրա վստահելի բժշկական պրակտիկան։ Նրա համար յուրաքանչյուր պացիենտ առանձին պատմություն է, որը պահանջում է ոչ միայն մասնագիտական մոտեցում, այլ նաև ուշադրություն, լսելու կարողություն եւ հոգատարություն։ Սիրված բժշկուհին կարևորում է ոչ միայն բուժումը, այլ նաև կանխարգելումը, վստահ լինելով, որ ժամանակին տրված ճիշտ խորհրդատվությունը հաճախ նույնքան արժեքավոր է, որքան բուժման գործընթացը։ Այսօր Լուսինե Խորխորունին իր աշխատանքում համադրում է փորձը, գիտելիքը եւ մարդկային մոտեցումը, ստեղծելով վստահության այն միջավայրը, որտեղ կինը զգում է իրեն ապահով եւ հասկացված։ Լուսինե Խորխորունի։ Հայույքի մրցանակը ստանում է Medline Clinic բժշկական կենտրոնի, Մարգարյան ծննդատան եւ Իջևան բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ Լուսինե Խորխորունին։
Բարև ձեզ։ Ես զարմանում եմ, ոնց են կարողանում այսքան լավ մարդկանց պեղել ու ես խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Հայաստանը արու է, բայց հայուին է ծնե Հայաստանը։ Ես երախտապարտ եմ ձեզ, երբ որ մեր մեծերը, մեր վարպետները սկսեցին իրենց բանաստեղծություններով, իրենց երգերով, ես դե ասելիք չունեմ։ Ես շնորհավորում եմ ձեզ ու խոնարհում եմ ձեր առաջ։ Լուսինե ջան, ես ճանաչում եմ ձեր գենը, ես ճանաչում եմ ձեր հորը ու հպարտեմ ու ասում եմ լավ ես արել, որ հիմա անցել ես մի մասնագիտության, որտեղ պետք է ծնվեն նոր հայեր ու նոր հայուհիներ։ Շնորհավորում եմ սրտանց։ Շատ շնորհակալ եմ համազգային վստահությանը։ Ես իմ մրցանակը ուզում եմ նվիրեմ իմ մայրիկին, որովհետև ինձ համար ինքնահայուհի եւ երկրորդ ուզում եմ նվիրեմ բոլոր այն հայ մայրերին, որոնք իրենց ամենաթանկն են տվել եւ մենք այսօր հավաքվել ենք դրա համար այստեղ։ Շնորհակալություն, ձեզ հաջողություն։ Մեր հաջորդ անվանակարգը մասնագիտական տարբեր ոլորտների զարգացման եւ հաջողությունների ապահովման, էթիկայի կանոնների ուսուցման եւ մասնագիտական որակների ներդրման գործում վստահելի եւ բարձրակարգ մասնագետ։ Մրցանակը հանձնում է Բելուչի ստոմատոլոգիայի եւ էսթետիկ բժշկության կլինիկայի տնօրեն, դիմացանոթային վիրաբույժ, իմպլանտոլոգ, տարվա բժիշկ մրցանակակիր Հայկ Նորալյանը։ Սյուզաննա Գաբրիելյանը էթիկայի եւ էթիկետի ոլորտում այն մասնագետներից է, ով իր գործունեությամբ ձևավորում է ոչ միայն մասնագիտական մոտեցում, այլ ամբողջական մտածողություն եւ մշակույթ, լինելով գիտությունների թեկնածու, միջազգային որակավորում ունեցող էքսպերտ եւ ավելի քան 2 տասնամյակի փորձ ունեցող մասնագետ, նա իր ուղին կառուցել է արժեքների, սկզբունքների եւ բարձր որակի վրա։ Նա էթիկայի եւ էթիկետի հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահն է, ստեղծելով հարթակ, որի միջոցով էթիկան ներկայացվում է որպես կիրառական եւ անհրաժեշտ հմտություն տարբեր ոլորտներում։ Միաժամանակ նրա գործունեությունը մեծ դեր է ունեցել բիզնես էթիկայի ձևավորման գործում Հայաստանում։ Սյուզաննա Գաբրիելյանը նաև ակունք ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրենն է, որտեղ իրականացվող կրթական ծրագրերը միավորում են տեսական գիտելիքն ու գործնական կիրառումը։ Նրա դասընթացների միջոցով հազարավոր մասնակիցներ Հայաստանում եւ արտերկրում ձեռք են բերել ժամանակակից էթիկական մտածողություն, հաղորդակցման մշակույթ եւ մասնագիտական վարքագծի կարևոր հմտություններ։ Սյուզաննա Գաբրիելյան, երբ էթիկան դառնում է մշակույթ, իսկ մշակույթը հաջողության հիմք։ Հայուհի մրցանակը ստանում է Էթիկայի եւ էթիկետի հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ, էթիկայի 5 ոլորտների միջազգային որակավորում ունեցող էքսպերտ, ակունք ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Սյուզաննա Գաբրիելյանը։ Բարի երեկո բոլորին։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել կազմակերպիչներին այս հրաշալի նախաձեռնության համար։ Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիր հայուհիներին։ Այս մրցանակը ինձ համար առանձնահատուկ է, քանի որ մրցանակը հենց վստահության մասին է։ Իսկ վստահությունը ամենակարևոր եւ բարձր արժեքն է ինձ համար։ Շատ պարտավորեցնող է ել ավելի շատ աշխատել եւ հանրությանը լինել օգտակար իմ գիտելիքներով։ Սիրելիներս, երբ նկարվում էին Կարմիր գորգի վրա, տղաս ասաց՝ «Մամ, որ շատ խնդրեմ մրցանակը կնվիրես ինձ», բայց քանի որ այսօր միայն տղաս չի, դուստրս է, ես ուզում եմ այս մրցանակը նվիրեմ ձեզ, Ագապի Արեգ։ Մեր հաջորդ անվանակարգը
Հատուկ մանկավարժության եւ հոգեկան առողջության ոլորտի հմուտ եւ փորձառու մասնագետ։ Մրցանակը հանձնում է բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի ժուրնալիստերի միության անդամ Ռուբեն Սևակի գաղափարականը եւ նահատակության պատմությունը, գրական մրցույթի դափնեկիր բազմաթիվ գրքերի հեղինակ Գայանե Աթանեսյանը։ Անի Մալխասյանի համար մասնագիտությունը երբեք պարզապես ընտրություն չի եղել։ Այն ժամանակի ընթացքում դարձել է առաքելություն։ Հատուկ մանկավարժ, հոգեբան եւ զգայական ինտեգրացիայի թերապիստ լինելով, նա արդեն ավելի քան 8 տարի աշխատում է երեխաների հետ, ուսումնասիրելով նրանց զարգացման առանձնահատկությունները եւ օգնելով հաղթահարել առկա դժվարությունները։ Նրա մասնագիտական ուղին սկսվել է դեռևս ուսանողական տարիներին, երբ աշխատում էր թե տիպիկ, թե ատիպիկ երեխաների հետ։ Հենց այս ընթացքում ձևավորվեց նրա գլխավոր համոզմունքը։ Ժամանակի ընթացքում նրա փորձը եւ ծնողների վստահությունը դարձան այն հիմքը, որի վրա ստեղծվեց Մալխասյան զարգացման կենտրոնը։ Կենտրոնում իրականացվում են հատուկ մանկավարժական, լոգոպեդական աշխատանքներ, ինչպես նաև զգայական ինտեգրացիայի թերապիաներ, նպաստելով երեխաների զարգացմանն ու սոցիալականացմանը։ Նրա գործունեության հիմքում ոչ միայն գիտելիքն է, այլ նաև ապրումակցումը, նվիրվածությունն ու յուրաքանչյուր երեխայի կյանքի որակը բարելավելու ձգտումը։ Այսօր նրա ստեղծած կենտրոնը դարձել է այն վայրը, որտեղ մասնագիտությունն իսկապես վերածվում է առաքելության, իսկ փոքրիկ ձեռքբերումները մեծ հաղթանակների։ Անի Մալխասյան։ Հայուհի մրցանակը ստանում է Մալխասյան զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն, հատուկ մանկավարժ, կլինիկական հոգեբան, հոգեթերապիստ, զգայական ինտեգրացիայի թերապիստ Անի Մալխասյանը։ Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ այս պարտավերացնող գնահատանքի համար։ Բոլոր մասնակիցներին հաջողություն եմ աղթում իրենց ոլորտում ու ամենակարևորը ինձ համար մեծ հպարտություն է, որ այսօր մասնակցելու եմ հայուհու խորագրով մրցանակաբաշխությանը։ Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին։ Ճիշտն ասած, որոշել էի ասել բարի միջօր է, բայց կարծես թե արդեն մոտենում ենք երեկոյին, պարզապես բարեողջույն բոլորին։ Նախ ուզում եմ նշել, որ շատ ողջունելի եւ կարեւոր է, որ այս համազգային վստահության խորհուրդը իր բազմաբնույթ մրցանակաբաշխությունների ցանկում ներառել է հայուհի անվանակարգը։ Շատ կարեւոր է եւ ուզում եմ, որ ողջունենք մենք բոլորս։ Ինչու է կարեւոր, որովհետեւ այս մեր փոքրիկ հողակտորում Հայաստանում ծնվում է հայուհի եւ ցանկանում ենք, որ հայուհին ողջ կյանքում պահպանի իր ազգային նկարագիրը եւ որ ոլորտում էլ նա մասնագիտական, որ ոլորտում էլ նա արարի հայերեն։ Դա է իմ ցանկությունը, որովհետեւ հակառակ դեպքում գլոբալիզացիայի այդ համաշխարհայնացման կուրսը մենք ընդունենք եւ դա կդառնա իրենց համար արդեն հաղթանակ։ Ես շնորհավորում եմ բոլոր հայուհիներին, ովքեր որ մրցանակ ստացան եւ իմ հորդորս է հենց այդպես էլ ապրեք։ Հայեցի, հայավարի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բարեկամներ, ավարտվեց համազգային վստահության խորհրդի կողմից կազմակերպված հայուհի 2026 ամենամյա մրցանակաբաշխությունը։ Շատ են հայ անբանի կանայք, որոնցով հպարտանում է երկիրը, ամրանում եւ ուժ է ստանում Հայաստան աշխարհը։ Սիրելի հայուհիներ, թող բոլորի ընտանիքներում իշխեն սերը, խաղաղությունն ու փոխըմբռնումը։ Ձեր հոգու ջերմությամբ հայրենիքում շարունակեք նպաստել բարու, գեղեցիկի եւ արդարության հաղթանակին։ Շնորհավոր, ծափարենք, շնորհավորենք միմյանց։